իրականում տեսնում եմ ձեր թիկունքում Լիդիա Մոնթասյանի պաստառն է, նպատակով եւ ինչ ակնկալիք ունեք։ Ակցիայի նպատակը հանրությանը ներկայացնելու, որ Հայաստանում կա կին քաղբանտարկյալ, ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում հոդվածով եւ այդ գործը շինծու գործ է, շինծու մեղադրանք է եւ ես այս ակցիայի միջոցով փորձում եմ հասարակության հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրին, որպեսզի հնարավորինս շուտ ազատություն լինի Լիդիա Մանթաշյանին, ինչի համար եմ իրականացրել այս ակցիան, քանի որ հանրությունը լռում է, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության գործով զբաղվող կազմակերպությունները, մարդկանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները լուռ են։ Ես հրավիրում եմ բոլորի ուշադրությունը, մասնավորապես մեր արվեստի բնագավառի, մշակույթի բնագավառի գործիչներին, ինչպես նաև ազգային ժողովի պատգամավորների եւ հատկապես կին պատգամավորներին եւ նաեւ կին լրագրողների ուշադրությունը, որովհետեւ այս խնդրի առաջ այսօր կանգնած է Լիդիա Մանթաշյանը, հաջորդը կարող են լինել յուրաքանչյուր ոք ձեզանից ու ես իմ պաշտպանությունն ու աջակցությունն եմ ցուցաբերում մի օգուտ Լիդիա Մանթաշյանին։ Որն է ձեր օրակարգը, ինչ եք պատրաստվում անել։ Ես իրականացնելու եմ նստացույց, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Լիդիա Մանթաշյանը գտնվում է մեկուսարանում երկաթե դռների ցանկում։ Ինչպես ներկայացնեք։ Ես Արման Պետրոսյանն եմ, մի քանի պատերազմների մասնակից, հիմա զբաղվում եմ հասարակական գործունեությամբ։ Տոկարտյան ինչ եք կարծում, այս անգամ դատախազությունը ձեր պահանջին ընդառաջ կգա։ Դատախազությունից ես ակնկալում եմ մանաչառ աշխատանք, քանի որ հիմնավոր մեղադրանք չկա եւ դատարանի որոշում չկա, վճիռ չկա կայացրած, ես ակնկալում եմ, որ իմ հետ նաեւ շատ մարդիկ, որպեսզի Լիդիա Մանթաշյանը գտնվի ազատության մեջ, քանի դեռ վճիռ չկա կայացրած Լիդիայի հետ կապված ու դատախազության գլխավոր դատախազն էլ կին է, ցանկանում եմ հորդորել նրան հաշվի առնել այդ հանգամանքը, իր կին լինելով հանդերձ, որպեսզի ճիշտ հետևություններ անեն այս ամենից։ Դատականիստի ժամանակ, երբ Կարեն Ֆարխոյանը մի քանի միջնորդություն քննեց եւ խափանման միջոցը փոխվեց, Լիդիայի միջնորդությունը մերժվեց եւ նրա խափանման միջոցը չփոխվեց, որից հետո Լիդիան նշեց, որ ինքը ինֆորմացիա է պարունակում պաշտոնյաներից մեկի վերաբերյալ, այդ պատճառով են իրեն այսպես պատժում, ինչ կասեք։ Դե ձեր ասածից արդեն ենթադրություն կարելի է կազմել, որ այս քրեական գործը գնում է քաղաքական հաշվեհարդարի ու եթե մենք պետք է երկրում ճշմարտության մասին շշուկով խոսենք, ուրեմն այս երկիրը գրավել է թշնամու կողմից, ուրիշ տարբերակ չկա։ Մենք ճշմարտության մասին բարձրաձայնելու ենք, չենք լռելու ու այդ քինախնդությունը էլի լինում, երբ որ ինքը բարձրաձայնում է այդ ամեն ինչի մասին, որ ինքը պատրաստ է այդ կալանքը կրելուն, մենք գիտենք, որ Լիդիան կամքով ուժեղ աղջիկ է, բայց չենք ցանկանում ինքը գտնվի քրեակատարողական հիմնարկում։ Իսկ հնարավոր է, որ դատախազությունից հետո ձեր նստացույցը տեղափոխվի այլ գերատեսչության շենքի դիմաց, քանի որ ի սկզբանե նշել էիք, որ արդարադատության նախարարության շենքի դիմաց են ներու, ինչով պայմանավորվեց, որ վայրը փոփոխեցիք։ Արդարադատության շենքը բոլորին հայտնի է, դրա համար ենք ասել արդարադատության շենքի մոտ, նպատակը գլխավոր դատախազության շենքն է եղել, արդարադատության նախարարությունը այդ գործի հետ կապ չունի, միայն կալանքն է կրում քրեակատարողական հիմնարկում։ Իսկ դատական համակարգից սպասելիքներ ունեք, որ արդար դատաքննություն կիրականացվի եւ այս գործով անցնողները իսկապես արդար քննության կենթարկվեն։ Դե օրեցօր մեր հասարակության հանրության մեջ հավատը դատական համակարգի նկատմամբ մարում է, դատական գործով նաև անցնում եմ ես, կալանավորվել եմ այդ դատական բռնաճնշումների հետևանքով, էլի քաղաքական ենթատեքստից ելնելով,
Նու այս դեպքը կարա իրանց անունը բարձրացնելու նախատեպ լինել, որպեսի բաց թողեն Լիդիա Մանթաշյանին։ Ինչ որ չափով հասարակության շրջանակներում, լայն շրջանակներում նաև վստահություն կունենան արդեն։ Ինչ մեղադրանք կա ձեր։ Իմ մեղադրանքը կապված է անցած տարվա 4 գյուղերի Ադրբեջանին հանձնելու հետ կապված նոյեմբերյանի շրջանում անկարգություններ հրահրելուն այդքան է։ Դուք ևս միացեք կառավարության շենքի դիմաց ձեր շքանշանները վերադարձի կառավարությանը որևէ արձագանք ստացած ձեր ակցիան։ Ումից։ Կառավարությունից։ Կառավարությունից ակնկալիք էլ չկար, որպեսզի նրանք արձագանքեին այդ հանգամանքին, քանի որ ես հանձնում եմ ամենաթանկը ինչը ձեռք էի բերել կյանքում ու այդ արժե համակարգի մեջ իրանք չէին տեղավորվում, ուստի իրանցից ակնկալիք չկար որևէ բան սպասելու։ Սպասումներ ունեք հանրային աջակցությունից, Մարդկանց միանալը փոխի ինչ-որ փոփոխություններ կլինի։ Միանշանակ, եթե հանրությունը իր բողոքի ձայնը բարձրացնի եւ մարդկանց քանակը շատանա, մենք կկարողանանք այդ միջոցով ճնշել թե դատական համակարգին, թե դատախազությանը, որպեսզի նրանք իրենց որոշման մեջ փոփոխություններ կատարեն։ ինչպես տեսնում ենք, ովքեր խոսում են եկեղեցու օգնին, պաշտպանում են, նրանք հայտնվում են ճաղերի հետևում, ինչ-ինչ պատճառներով, նույնը կարելի ասել Լիդիա Մանթաշյանի հետ է կապվում։ Հանրությունը այս ամենից ինչ սպասի եւ ինչպես իր ձայնը բարձրացնի։ Տեսեք, ես առաջնորդում եմ մի տարբերակով, որ պետք է թեկուզ վախենալով մտնել պայքարի մեջ, բայց վախենալով պետք չի ապրել, քանի որ դա տանելու է ստրկության, ու ես ընտրել եմ պայքարի ճանապարհը։ Իմ պայքարը կայանում է նրանում, որ մենք պետք է մինչև վերջ հասնենք նրան, ոչ թե իշխանափոխություն իրականացնենք, այլ այդ իշխանափոխությունից հետո իրականացնենք այն, ինչը մեր երկիրը կդարձնի տարածաշրջանում գործոն եւ վերջապես դուրս կգանք այս գոյության խղճուկ պայքարի